եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Շուները գահալին, բայց չեն վերջանալ։ Բայց արջևը հունվար ամիսը եւ փետրվարը կա։ Քաղաքը հիմա քիչ մը հանդարտեցավ, որովհետեւ առևդուրի օրերը անցան։ Աղմուկ կար։ Խնջույքները վերջացան, դրամն ալ վերջացավ։ Հիմա մեր մարդ լուր նստել է դում։ Այս աղմուկը քաղաքի ամենուց վրա գաստել։ Մենք ալ երթանք ուկան։ Եվ այդ շփոթմունքի մեջ երբեմն կմոռնանք, որը պետք է լսենք մենք այս կյանքի մեջ։ Մենք սուտ ծնունդը տոնեցինք, 3 տիրոջ անվարանգոչություններ, եւ մեր սուտ ծնունդի մեջ նաեւ Աստված հայտնություն, որտեղ վարվեցը թե ծնունդն է, թե Հիսուս 30 տարեկան, երբ որ գուկա լսելու, գուկա մգրտվելու Հովանես մգրտչի կողմը։ Եթե գիշեք, երբ որ ջուրեն ելներ Հիսուս, Աստված ձերեն խոսեցավ։ Ինչ ասավ։ Անոր մտի գրեք, որովհետև իր զավակը, իր ներկայությունը աշխարհ գտնած էր մտի գնեն։ Եվ այսօր կարդացված խորհրդածությունը հետաքրքիր էր, մտի գնելու մասին էր, Աստծո ցայնը մտի գնելու մասին, որովհետև հեղին մեծ քահանա էր եւ քահանայությունը ընտանեկան էր, իր զավակները Աստծո քորձը Աբրուստի միջոց դարձուցել էին եւ իրենց կյանքը ապրելու միջոց եւ չէին լսեր եւ երբ որ հեղին չի լսել նաեւ չի գնարկոր իր զավակները սաստել Աստված կսե որ քեզ մե եւ քո ընտանիքի հետ պիտի առնեմ քահանայությունը եւ միևնույն ժամանակ տարիներ առաջ Աննա անունով տիկինը որ զավակ կուզեր ունենալ շատ ջերմագին գաղութ էր որովհետև ամուլ էր Աննան գսե եւ անբատվություն էր այդ ժամանակ զավակ չունենալը գսեին Աստված ուրեմն քեզի չի սիրեր ինչպես Աստվածամոր ծնողներուն ալսին չէ եւ երբ որ գուկա գաղութը Աննան ծնգաչոք հեղի քահանան կգարձեր որ ասկինը խմած է հարբած է գսե ինչ կնես գսե դիրոջ տաճարին արչեւ այնադեն դեռ տաբանակներ գսե չես կրնա չէ գսե դերիմ գսե ես խմած չեմ ես ջերմագին գաղութեմ, որպեսի զավակ ունենա։ Եվ տարիներ հետո զավակ ունենա, անունը գտնե Սամուել, որը սխալին նշանգի Աստծո դված, Սամուել, Աստծո դված։ Եվ մայրը իր ուխտին համաձայն զավակը կհանցնե եկեղեցի ծառայության։ Այն ադեն 3 տարեկան, 4 տարեկան, տաճարը մեծ ընդունելություն ուներ, ինչպես կտեսնենք այլ աստվածամոր բարակային, չէ, կհանձնեին տաճար եւ հոն կմնար։ Եվ Սամուելը խոնարհաբար ծառայելով իր ծնողի աղոթներեն Աստված Աստծո ցայնը լսելու վարժ էր։ Վստահաբար ուրիշ ձևով մանկական իր սրտի մեջ ասկի առաջ լսած էր Աստծո ցայնը։ Որտև տեղը եթե ծանոթ չես օդին շունչին, երկար չես մնար, անգամ եթե բզդիկ ես չէ, ուրեմն ցայնի վարժությունը կար, և ահա փոխարենը հեղին խոսելու, Աստված Սամուելին կխոսի, Սամուելին կխոսի ասելով, որ այլևս դու պետք է լաս քալիք մարգարեն, և ասիկա նույն Սամուելն է, որ Սավուղին թագավոր գոձե, նույն Սամուելն է, որ Սավուղին գսե, որ քու թագավորությունը ձերքեդ պիտի առնվի, որտեղ Աստծո խրատները չհետևեցիր, կացիր, ավարը, պատերազմի առաջ այդ ամբողջ ապրանքները, որ Աստված ասած էր պիտի կործանես, պիտի թափես եւ ամալեկներու թագավորին ալ ողջ ցկեցիր, որ Աստված ասած էր պիտի սպանես եւ գսյադոր պատճառով քու եւ քու դոնը պիտի անանք բادرվի մեջ են եւ երթա եւ կոծե ամենեն համեստ ցեղը հութայի ցեղեն ամենեն աննշան հովիվը Դավիթը որը գտարնա Աստծո սրդի ուզած անձը եւ գթակավորի հետագային 40 տարի եւ կմիավորե ամբողջ Աստծո ժողովուրդը։ Եվ որպեսի
Աստծո խոսքը կրնանք լսել այսօրվա ավետարանն ավադոր մասին գխոսի։ Թե մեր ծնողներու կամ մեր աղոտները մեր զավակներու համար եւ թե մեր սիրտը մաքուր պահելու համար։ Հովանու ավետարանի մեջ երկրորդ գլուխը կտեսնենք, որ Հիսուս հարսնիկ կերտա կանայի հարսանիքը ճուրը քինի գվերած է, գսե որ ես ձեր ներկայության մեջ եմ, դուք ուրախ եղեք եւ երբ տաճար կերտա։ Տաճար կերտա ինչ նելու հոն ինչ որ աղտկա հանելու, վաճառականներ, լումայափոխներ, որտեղ տիրոջ տան նպատակը սխալ հասկացած են։ Եվ Տերը խարազան գառնե եւ կսկսի աճ եւ ցախ սեղանները դարձնել, այո։ Եվ հետաքրքրականը մեկը չի գրնարգոր մոտենալ, որտեղ երբ որ Հիսուս կխոսի, գսե որ իմ դունս աղոթքի վայր պետք է լա եւ ոչ թե վաճառական։ Ադի մարգարեի խոսքերն եւ քովինները կհասկանան, որ ճիշտ կսե։ Ադորամար չեն գրնարգոր մոտենալ, ադորամար չեն գրգանոր ծերպագայել, որտեղ Աստծո բոլոր խոսքերը իրենց պզդիկ սերունդներեն արդեն իրենք լսած էին եւ Հիսուս ադիգա գվգարել։ Հիմա ինչ է խորհուրդը, որովհետեւ մենք Աստծո ձայնը լսենք, պետք է մեր սիրտը մաքուր պահենք։ Պետք է մեր սիրտը Աստուծո վարժեցնենք։ Պետք է հարադեպ այդ ձայները, որ մեր մեջ կլսվի, ես հոգնած եմ, ես տգար եմ, ես հիվանդ եմ, ես դժբախտ եմ, ես անկարող եմ, այդ ձայներու ամենին խորքը գա Աստծո ձայնը, որ գսե դու իմ սիրելի որդիս ես, իմ զավակս ես, ես քեզի կսիրեմ։ Եվ առավել մեր մեջնալ երբեմն հիվանդության, ասիեսավներու, մարդկային հարաբերություններու պատճառով շատ առևդուրներ կսկսի եւ հոն Աստծո ցայնը գխլանա։ Աստծո ցայնը խլանալը ասել է որ այլևս չենք լսել միայն կերտանք ինչպես որ կերտայինք։ Կերտանք եկեղեցի ասանք երկուկանք, հա, կամ Աստծո մասին գիտենք, բայց Աստծո ցայնը չենք լսել, ինչպես հեղին։ Տերը գսե որ սիրտդ մաքուր բահ։ Երբ որ չես կրնար, ինձ իսե ես խարազանով բիտկամ բիտ մաքրեմ։ Թերևս քիչ մբիտ ցավի, որտեղ ամեն անգամ դունը մաքրենքն է, ուժ գործածենք, չէ՞։ Տերը ուժ բիտ գործած է, որովհետեւ չլա որ տաճարը, որ մեր կյանքն է, մեր սիրտն է, վաճառական դառնա, որտեղ որերը պիտի անցնեն, մենք պիտի կարծենք, որ հավատացյալ ենք, ինչպես հեղին կարծեց հավատացյալ է, բայց Աստծո ոգին հեռացել է իր մեջ, եւ պիտի հասկանանք, որ միայն ցեվի մեջ հավատացյալ մնացել ենք։ Բայց եթե հարադեպ հավատացյալ, եթե գուզե ողջը լա, աբրողը լա, ամեն օր Տիրոջ պատգամները պետք է մտի գնեն։ Ինչ կսեմ արկարեն, իմ հոգիս ձեր վրա պիտի թափեն, չէ՞։ Եվ մգրտության խորհուրդը ադեր Քրիստոսի, Աստված հայտնության։ Քրիստոսով Սուրբ Հոգին իջավ մարդկության վրա։ Քրիստոսով ջուրը սրբագործվեցավ։ Մեզի ամեն անգամ, երբ որ գլվացվենք, պիտի հիշենք, որ այդ մաքրությամբ ապրելու շնորհը տված է Աստված։ Եվ ամենակարևորը, այդ ամեն ինչի մեջ է միշտ Աստծո ցայնը լսելու աղոթքով։ Եվ մանավանդ եթե մեր զավակները, մեր թոռները այսօրվա այս աբահով գսենք դուրսի քաղաքը, չէ՞, բան չի թռել, սարող չգա դուրսը գսենք աբահով է, բայց շատ ուրիշ հրթիռներ կան, որ գտրեն մարդոց սրտերու, հերացայներու, մրցումներու իրարու, ով ինչ գործ գնե, որ չափ դրամ կաշխատե, պոլիտիկսը այսօր կրոնքի պես դարձել է պոլիտիկսը։ Մարդիկ կրոնքի պես գնային ինչ կլար որ աշխարհը։ Բայց Տերը գսե որ հանդարտիր ես եմ Տերը, դու լրե եւ գիցիր ես եմ Տերը Աստված գսե։ Բայց որպես իրենց սրտերն ալ չդառնան վաճառականներու սրտեր, ահա մենք եւ դուք պետք է աղոթենք մեր զավակներու եւ թողնելու համար։ Այն ադեն է, որ Աստված Սամուելի պես մեր զավակներու պիտի խոսի, որ ուր որեն, ասե որ դու իմ զավակս ես, դու ինձ մտի գրե եւ կյանքի ապահովություն իմ մեջ ես խփում։ Աստված զորացնե նոր ուժ տամեզի այս տարին իրեն ավելի, մեկ քան ավելի մոտենալու, իրեն սիրելու եւ ամեն օր իր ցայնը լսելու, իր սուրբ խոսքի միջոցով, բարի պատգամներու միջոցով եւ սուրբ պատարագի միջոցով։ Միասին հայրմենս ենք եւ